Գյումրիում ձերբակալված 37 հոգուց 13-ին դատարանը կալանավորել է։ Ձերբակալված անչափահաս տղայի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը եւ երկրից բացակայելու արգելքը։ Կալանավորվածների մեջ է մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Նա ծնունդով Գյումրիից է, ծանրամարտի Հայաստանի հավաքականի լեգենդար մարզիչ երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանի որդին։ Մեր ձևով շարժումը Մխիթարյանի կալանավորումը համարում է ապօրինի եւ քաղաքական հետապնդում։ Հոկտեմբերի 20-ին Վարդանանց հրապարակում աշխատող լրատվականների ուղիղ եթերներում երևում է այն պահը, թե ինչպես է Ռուբենը ձեռքերը վեր պարզած փորձում հանգստացնել ոստիկաններին եւ քաղաքացիներին։ Հաջորդ կադրում արդեն տեսնում ենք, թե ինչպես են Ռուբենին ոստիկանները բերման ենթարկում։ Գիշերը դատարանի բակ ընկերոջն աջակցելու են գնացել մեր ձևով շարժման անդամներ։ Իրադարձություններից տեղակ լինելով մեկնել էր հայրենի քաղաք որպես փաստաբան եւ ներկայացել էր որպես փաստաբան, որից հետո երբ ոստիկանների եւ մեր ժողովրդի մեջ ջուր իրարանցում էր նկատել, արագ գնացել էր այդտեղ եւ ձեռքերը բարձր, ափերը բաց, փորձել էր հորդորել խաղաղություն։ Տեսանյութերը նայելով նրա արարքի մեջ ես անձամբ չեմ տեսել ոչ մի բան, որ հնարավոր է իրավապահ մարմինները տեսնեն որպես հանցագործություն։